Բայեք օր եթերում ուրվագիցներ եւ Պետրոս Խազյանը սիրելի ստացողներ այսօր տեղի ունեցավ հերոսատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նիստը նու արդյունքների մասին բոլորը թերևս գիտեք AMEC+-ը պարտվեց Arnews-ին եւ այլևս կրկին ավելի շուտ եթե դուրս չի գա մեր բոլորի կողմից շատ սիրելի ԱԼՄ-ն պարտվեց Երևանին եւ Երևան հերոստալիքը կմնա հերոսայեթերում ցավոք սրտի մենք հրաժեշտ կտանք Տիգրան Կարապետյանին այլևս ԱԼՄ-ն եթերում չի լինի մնացած բոլոր հերոստանգերությունները այս կամ այն ձևով իրենց եթերը կպահեն բնականաբար այսօր մեր հյուրն է գովազդային կարճ եւ թանկ վայրկյաններից հետո Գրիգոր Ամալյանը Այսպես ելեր սայտողներ կայացավ հերոսատեսային եւ ռադիո ազգային հանձնաժողովի նիստը AMEC+-ը պարտվեց Arnews-ին կրկին եթե չի վերադառնա AMEC+-ը ԱԼՄ հերոստանգերությունը պարտվեց Երևանին, դժվար է պատկերացնել, որ Երևան հերոստանգերությունը շո մեկը կարող պարտվի, բայց պարտվեց ԱԼՄ հերոստանգերությունը եւ ընդ որում AMEC+-ը ստացավ 0-ներ, բացի Արադ Հադևոսյանից, որը կարծեմ երկուսն էլ երկու նշանակեց, եւ այսօր մենք զրուցելու ենք հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի հետ 349053 զանգարեք եւ ձեր հարցեր ուղեք պարոն Ամալյանին, բարեկո պարոն Ամալյան, շնորհակալություն հավելեցնելու համար, պարոն Ամալյան, հիմա sense գիտեք, այսպես քիչ հաղորդումներից է, որտեղ մարդ չգիտի ինչ հարցնի, որտեղ հարցերը այնքան ակնհայտ են։ Հիմա բոլորը մտածում են, պարոն Ամալյան, քանի տարի, քանի անգամ AMEC+-ը դիմում է ձեր հանձնաժողովին եթեր ստանալու, եթեր վերադառնալու համար եւ միշտ մերժվում է։ Չէ՞ կարծում սա ուղղակի ձեր քաղաքականությունն է AMEC+-ին եթեր չտալու համար։ Իրոք AMEC+-ը բազմիցս դիմել է մեր հանձնաժողովին մրցույթների մասնակցելու հայտով եւ մասնակցել է մրցույթների եւ իրոք 17-րդ մասնակցությունն է, եթե չեմ սխալվում, որ նա չի հաջողում հաղթել մրցակիցներին։ Կարծում եմ այս մրցույթը տարբերվելու է եւ տարբերվում է նախորդ բոլոր մրցույթներից մեկ հանգամանքով, որ նախինում մենք չունեինք օրենքով մեր վրա նախատեսված պարտականություն տալ պատճառաբանություններ եւ հիմնավորումներ եւ անընդհատ հանրության համար բաց հարցեր մնում թե ինչու հերթական անգամ չստացավ այս մրցույթը հանրության համար միջազգային պարզ է ճիշտ հակառակը եթե նույնիսկ ունի կարծում պիտի քիչ արդեն փաստերին նայելով փորձի ավելի հստակ պատկերացում կազմել այս մրցույթը տարբերվում է շահեկանորեն հանձնաժողովի համար նախորդ բոլոր մրցույթներից որտեղ այս անգամ տրվում են հստակ պատճառաբանություններ, այդ պատճառաբանություններն ու հիմնավորումները կտեսնեք նաև գրավոր փաստերով, հիմնավորումներով եւ կարծում կոտրվի հանրային այն ստերեոտիպը, որ AMEC+-ը պիտի մասնակցի եւ իրեն մինչ այժմ հայտնի իբր թե պատճառներով չստանա։ Ինչու մերժվեց AMEC+-ը, ինչի նա 0-ներ ստացավ։ Ուրեմն ասեմ ինչու ստացավ 0 միավորներ AMEC+-ը։ AMEC+-ի հայտում եւ քիչ փաստաթղթերում որպես իր ֆինանսական բիզնես ծրագրի հիմնավորումներ ներկայացված էին մի շարք փաստաթղթեր։ Այդ փաստաթղթերի մեջ կային ակնհայտ կասկածահարույց փաստաթղթեր, որովհետեւ փաստաթղթի արտաքին իսկ տեսքից անհնար է չկասկածել դրա, ուրեմն այսպես ասեմ, իսկությանը։ Պատկերացրեք փաստաթուղթ, որտեղ ձևաթղթում եւ տեքստում ով ում ինչ է պարտավորվում տրամադրել ինչ նպատակով գրված է մի կազմակերպության անուն եւ բոլորովին այլ կազմակերպության կնիքով կնքված է փաստաթուղթը։ Բնականաբար հարց է ծագում, սա վրիպակ է, թյուրիմացիան արդյունք է, թե այստեղ կա իրոք լուրջ անհամապատասխանություն։ Եվ երբ նայում ես, որ այս փաստաթուղթը միակը չէ, այդ գործում բնականաբար անհրաժեշտություն է առաջանում ծագում ճշտել փաստաթղթերի ուրեմն գոյությունը եւ նման կազմակերպությունների գոյությունը։ Արդյունքում պարզվեց, որ առնվազն երկու ուրեմն կազմակերպություն, որոնք նաեւ թմբկահարվում էին իրենց ոչ նաեւ PR կամպանիայի ընթացքում եւ նրանք ներկայացնում են նաեւ իրենց մրցույթային առաջարկ համաշխարհային հայտնի Հոբինգտոն կազմակերպության մասին, որը իբր թե իր դուստր ձեռնարկությունների հետ գումարներ է տրամադրել, պարզվեց, որ չկաաշնական ճանապարհներով խողովակներով մենք ճշտումներ կատարեցինք գործող Հոբինգտոն կազմակերպություն, եղել է նման կազմակերպություն, որը 2007 թվականի ապրիլից դադարեցրել է իր գոյությունը, դրա մասին կա պաշտոնական հրապարակումը բրիտանական լիազոր մարմնի, ուրեմն London Gazette ուրեմն պարբերականում մենք ունենք տնօրեն ունենք այժմ
ըստ էության այդ կազմակերպության ողջ ռեստորանի փաթեթը հիմնադրման։ Այսինքն ամեն պլյուսը կեղծ փաստաթղթեր է ներկայացրել։ Այո, եւ ոչ մեկը, եւ ես ասեմ, այդ փաստաթղթերի մեջ նաեւ կային տիպական ընդհանրություններ։ Տիպական ընդհանրություններ։ Տարօրինակ էր, որ երկու փաստաթղթերում էլ ուրեմն մեկական տարբերություն կար գործող կազմակերպության եւ նրա քանիքի միջեւ։ Երկու կազմակերպություններ չգիտես ինչու այլևս չեն գործում, ես ունեմ իմ դատողությունները, թե կես փաստաթղթերի պարագայում ինչու էր հատկապես ընտրվել նախկինում արդեն իրենց գործունեությունը դադարեցրած գոյություն չունեցող։ Կարծում եմ դա պակասեցնում է իրավական պահանջատիրությունը այդ կազմակերպությունների կողմից չեղած կազմակերպությունները ոչ մեկ։ Այսինքն ամեն պլյուսը դրել է փաստաթղթեր, որտեղ չեղած կազմակերպությունների խորհուրդներն են, ստորագրություններն են, պեչատներն են։ Ես դա չեմ ուզում տարածել ամբողջ փաստաթղթի վրա, բայց Հոբինգտոնի պարագայում եւ Ռոջերսոն զույգի պարագայում, որտեղ կնիքում Ռոջերսոնն էր եւ ուրեմն փաստաթղթային մասում Ռոջերստոն միանշանակ, որտեղ եւ Ռոջերստոն կազմակերպություն, եւ Ռոջերսոն կազմակերպություն, եւ Հոբինգտոն կազմակերպություններ գործող չկան։ Ես ամեն պլյուսում այսօր կարդացի Մեսրոպ Մոսիսյանի մեկնաբանությունը, նա ասում է, որ ձեր ասած աբսուրդ է, դա Դաչերնի կազմակերպություն, հա, ասում են եւ Մոսկվայում է գրանցված, կա այդպիսի կազմակերպություն։ Ես եւս կարդացի ուրեմն այդ հարցազրույցը, ուրեմն կարող է դա Մեսրոպ Մոսիսյանի համար ուրեմն աբսուրդ հանդիսանալ, բայց ասեմ, այդ նույն հարցազրույցում այն երևույթը, որ երևի կնիքները շփոթել են, այսինքն փակված կազմակերպությունների կնիքները շարունակել են մնալ իրենց դուստր կազմակերպությունների մեջ եւ այդ դուստր կազմակերպությունները շփոթմամբ հաստատքներ են կանգնել այլևս չեղած կազմակերպություններով։ Կարծում եմ, որ Մեսրոպ Մովսյանը, եթե ունի նման տեսակետ, ազատ է վիճարկել մեր որոշումը, ազատ է բողոքարկել մեր որոշումը եւ եթե իրոք կան իրավական հիմքեր այդ փաստաթղթերը կնքելու իրենց դուստր ձեռնարկությունների կողմից, կարծում նրանք եւս իրենց իրավական արձագանքը կանեն։ Բայց այսինքն դուք պնդում եք, որ կան որոշ փաստաթղթեր, որոնք կեղծված են։ Ես ավելին ասեմ, մենք ուրեմն մեր հիմնավորումների հետ զուգահեռ հանրության սեփականությունը կդարձնենք այդ փաստաթղթերը եւ լրագրողների սեփականությունը կդարձնենք այդ փաստաթղթերը սիրով թող իրականացնեն լրագրողական հետաքննություն։ Պարոն Ամիրյան, այստեղ ուրիշ հարցածագում, դուք այնքան նախանձելի է, ասենք աշխատասիրությամբ եք քննել ամեկ պլյուսի փաթեթը, հասել եք մինչև Լոնդոն եւ այլն, ինչի ամեկ պլյուսի նկատմամբ դենց հատուկ սեր եւ ուշադրություն։ Չէ՞ որ եթե նայեք հեռուստաընկերություններին միշտ խոստումները ճոխ են լինում, բայց որ ասած բոլորը 100%-ով իրականացնում են, սուտ կլինի։ Այնչի հենց ամեկ պլյուսի նկատմամբ այդպիսի նախանձելի հետևողականություն։ Նախագիծ Պետրոս, ասեմ, որ իրոք նախանձելի հետևողականություն է դրսևորել բացառապես բոլոր մասնակիցների նկատմամբ։ Բացառապես հարցումներ արվել են նաև այլ մասնակիցների կապակցությամբ։ Այս հարցումների արդյունքները կհրապարակենք այն պահին, երբ կառաջանա դրա անհրաժեշտությունը, ինչպես այսօր, ուրեմն արդեն հաղթողների ճանաչելուց հետո կոնկրետի կապակցությամբ հրապարակեցին, եղել են հարցումներ եւ եղել են կասկածներ, բայց չեն հաստատվել այդ կասկածները, կարծում սրանք հրապարակել ընդհանրապես իմաստ չունի։ Ուղղակի հայտարարեմ, որ նախանձախնդիր մոտեցում, ուշադիր մոտեցում եղել է բացառապես բոլոր մասնակիցներին, որովհետեւ ով հանձնաժողովը թերևս առավելագույնս գիտակցել է այդ մրցույթների նկատմամբ հանրության եւ միջազգային կազմակերպությունների նախանձախնդիր ուշադրությունը։ Պարոն, իսկ հիմա քանի որ հանրությունից ենք անդադ խոսում, հանրության մի մասը վստահ է, որ շատ պարզ է սխեման։ Ամեն պլյուսը ընդդիմադիր հեռուստաալիք է եւ դուք ամեն գնով թույլ չեք տալիս, որ ընդդիմադիր հեռուստաալիքը հայտնվի հեռուստաեթերում։ Մնացածը ձելը տեխնիկ, ինչպես ասում են։ Ոնց է վերաբերվում այս գնահատականը։ Եվ ասում են, որ դուք այսօր մեկնաբանություն եք ասում, որ դուք ճնշում եք ազատ խոսքը, չեք թողում նա հայտնվի եթերում։ Ազատ խոսքը ճնշելու համար ներողություն խնդրում եմ ընդհատեցի ձեզ, ուրեմն իսկ ուրեմն հանրության գնահատականի համար։ Եթե հանրությունը այն կարծիքին է, որ այս փաստաթղթերը տեղ են գտել Մելտեքսի ուրեմն մրցութային առաջարկում մեր միջոցով, թերևս ուրեմն ճշմարիտ է, բայց մոտեցեք հարցին բոլորովին այլ կողմից։ Արկա է կեսված ֆինանսական փաստաթղթերի ուրեմն հանգամանքը։ Ուրեմն այս փաստաթղթերը
զգալի ծավալ են կազմում այն դրամական, ֆինանսական ապահովման մասում, որը պիտի երաշխավորել ողջ գործունեության պլանը ընկերության։ Այսինքն ակնհայտորեն գործունեության պլանը չի կարող իրականացվել, որովհետև մի կողմից դրա հեղինակներն ասեն, որ մեզ անհրաժեշտ են այսքան միջոցներ, որովհետև մենք հաջողությամբ ապահովենք մեր եթերը։ Մյուս կողմից ակնհայտ երևում է, որ առնվազն դրանք գոյություն չունեն, անհրաժեշտ ծավալը։ Հիմա ինչ է կարծում հանրությունը, ինչ պիտի լիներ հանձնաժողովի դիրքորոշումը։ Ասել որ լավ, դու ասում ես, որ քեզ պետք է այսքան գումար գործի, դու հաջողությամբ ծավալես քո գործունեությունը, բայց այն պարագայում երբ դու դա չունես, ինչ։ Այդուհանդերձ, արա գործունեությունը մյուս կողմից կա նաև մրցակցի շահերը, եւ պիտի բարձ հասկանանք, որ եթե մրցույթում այս հանգամանքներում ուղղակի աչք փակես որևէ դեպքում, շատ հանգամանքի վրա մրցակիցը պիտի բնականաբար առաջ գա իր պահանջներով։ Պարոն Ամիրյան, բայց տեսեք, մի շարք հանգամանքներ կան, Ամեկ Պլյուսը ընդդիմադիր փակեցին, երկար տարիներ նրան չեն թողում եթեր, հիմա հանկարծ ինձ գալիս է 100 հեռուստաընկերության մեջ ինքն անգնում մրցույթով, իր փաստաթղթերի նկատմամբ տենց կարծես խոշորացույցով ուսումնասիրություն է կատարվում, զրոն իրաստանում ինքը միշտ եւ իրոք մարդկանց մի մասը կարծում որ սա ընդհանրապես կապված է նրա հետ, որ Ամեկ Պլյուսը ընդդիմադիր ալիք է։ Մնացածը էլ եմ ասում, ձեր ինչա մարդկանց մի մասը դեպքում տես կարծում, պարոն Ամիրյան։ Գիտես, ինչու է կարծում, ես այդ հարցին չպատասխանեմ, բայց փորձեմ առաջադրել իմ սեփական հարցադրումը։ Տվյալ դեպքում պիտի ըստ էության պատասխանել մեկ հարցի։ Իրոք կան արկային նման կերպ փաստաթղթեր թե ոչ, եւ դրանից հետո ամեն այդ կարծող, կասկածողի կամ իր արդեն կարծացած կարծիք ունեցողին ուղղել հարց։ Այս պարագայում եթե իրոք հաստատվում է, որ կան կերպված փաստաթղթեր, որն է լինելու ձեր ընտրությունը։ Առավել ևս, եթե դուք պետական մարմին եք եւ դուք ծանրաբեռնված եք իրավական սկզբունքով առաջնորդվելու պարտականությամբ։ Իմ անկես տպավորությունն է, ես այս միտքը առաջի անգամ չեմ ասում արդեն եւ բոլոր նախորդող մրցույթների ժամանակ սկսած ինչ-որ միշտ կեղծել է Ամեկ Պլյուսը ներողություն, ինչ-որ մի պահից ոչ թե կեղծել, այլ մոտ եղել է միշտ տպավորություն, որ Ամեկ Պլյուսը ամեն ինչ անում է չլիցենզավորվելու համար, անկախ ուրեմն նրա հանդեպ դիրքորոշումից։ Այս պարագայում, եթե կգտնի որևէ մեկը, որ կպնդի, որ անկախ փաստերին պիտի ստանար նա լիցենզիա, ես կարծում եմ կհայտնվի շատ անհեթեթ վիճակում։ Ասեն Ամեկի ընդդիմադիրները բացառապես կապ չունի։ Դուք իրոք հավատում եք, որ մարդիկ հավատում են, որ դա կապ ունի։ Հարգելի Պետրոս, այդ բոլոր մարդկանց մեծ համախումբը թող բերի փաստարկ, որևէ հիմնավորում, որ կեղծ փաստաթղթերի ի հայտ գալը, հայտնվելը մրցութային փաթեթում որևէ առնչություն ունի իր կողմից ներդրված փաստաթղթերի իր ընդդիմադիր լինելու հետ։ Եթե կգտնեք որևէ մեկ տրամաբանություն, որ ընդդիմադիրը պարտավոր էր նման փաստաթղթեր ներգրավել իր փաթեթում, իմ համար հասկանալի այդ ամբողջ բանը մոտեցում։ Բայց պարոն Ամիրյան, տեսեք, ելի մի հետաքրքիր բան։ Բոլորը բացի Արադ Թադևոսյանը 0 նշանակեցին Ամեկ Պլյուսին։ Մնացած ալիքներին բոլորը 6 նշանակեցին։ Մի տեսակ են խորհրդային միության միահամուռության հոտն է գալիս, չէ՞ որ տարբեր կարծիքներ, տարբեր քննարկումներ, տարբեր մարդիկ պետք է այլ կարծիքներ ունեն։ Տպավորություն որ նախորդ մի որոշված սցենար էր, որ բոլորը 0 են գնում, բոլորին 6 են գնում։ Ես ասեմ, որ նույնիսկ երբ դեռևս հայտարարված չեն մրցույթները եւ արդեն ձևավորված էր հանձնաժողովը իր ողջ կազմով, բնականաբար հանձնաժողովը իր տարբեր աշխատանքային քննարկումներում անդրադառնում էր նաեւ այն հարցին, իսկ ինչպիսին պիտի լինի մրցույթային գործընթացի ընթացքում գնահատման կարգը։ Օրենքով սահմանված են 6 չափորոշիչներ։ Ըստ էության տրամաբանական է գնահատականներ տալ մրցակիցներին կամ մրցույթի միակ մասնակցին ըստ յուրաքանչյուր չափորոշիչի։ Բնական է, որ գերակայության դեպքում, եթե կա մրցակցության պարագա, ուրեմն նախապատվություն ստացող ընկերությանը պիտի միավոր տրվի ավելնորդ։